Բարև ընկերներ ջան, այս ամբարոյականին եթե համարն էլ չկարևոր, ես սրան պետքա օրենքից դուրս իմ օրենքներով պատժի ենթարկեմ, սա պուտը տա արել, սա շփոթել է ինձ ուրիշների հետ, չգիտեմ սրա որովա կծուբի բար կողել ես մանվել ինչ սրիկալակոտի, սրա որ բացի կծուբի բարից ուրիշ բանել են աշկից մտցրել, որ սա իրան թույլ է տվել իմ մտքին հակադարձի վիրավորանքներով, հայհոյանքներով, սա թույլ է տվել իրեն, սա շատ լախլակոտ ես ինչ եմ ասում քեզ, մանվել, դու աշկի շփոթել ես, քեզ ուրիշ բան են ականջի տակ իմ փսփսացել, դու էլ օղրաշվարի երևի հավատացել ես, դե տես ինչ, դու այնքան ասում ես խափողը նայ սրիկայա խափվողն էլ հիմարա, սրան խափել են, հիմարի տեղ են դրել, խափել ու ոչ թե տեղ են դրել, հիմար էլ կա, սրան խափել են, այս էշն էլ հելելա, այդ խափացի հիման վրա, իրա ենթադրություններով բանով, ինձ սխալատ դուրսանում, խափեբայա դուրսանում, և նույնիսկ թույլ է տալիս իրան ինձ վիրավորի, ինձ սրբություն է կպել, հունիսի 7-ից հետո կլնի, հունիսի 7-ից առաջ չլնի, Այս աշխարհը կլոր է, Հայաստանն էլ փոքր պետություն է, ինչքան գիտեմ էջմիածնում է ապրում, ճիշտ է, բանը ակցենտը Արթիկի Շիրակի բարբառից է, Գյումրիի բարբառից է, բայց ոնց հասկացա, ոնց ինձ տեղեկացրել են էջմիածին է ապրում, եթե սրա տեղանքը իմանաք, ինձ ասեք, ես իրավունք ունեմ, իրավապահներից դուրս, իմ իրավունքները պաշտպանել, իրավապահ համակարգ չկա, իրավապահ համակարգը սրանց նմաններին, սրանց նման թուլեքին, թույլ է տալիս, որ ատելության խոսք տարածեն հրապարակային, միացնեմ լսեմ, և տես ոնց եմ սրա բողազը մտցնում, ու ինքը ոնց է ձենը կտրելու, եթե սա ներողություն չխնդրեց հրապարակային, այսպես տեսանյութ հրապարակելով, ասի քակ եմ կել է շանը քակը, Գևորգին սխալ են ինֆորմացիա տվել, քո ասածը ճիշտ է, դու պետքա արա լակոտ ես ինձ ասել, տղաս, քո բոյից մեծ է երևի, այդ թուլա, քեզ նայելուց ոչիլն է աչքիս առաջ գալիս, քեզ նայելուց այն յեթիմ ոչխարի գառներն եմ հիշում, որ սրա այս մի ոչխարի ծիծն էին ծծում, վազում մեկ էլ մեկ ուրիշ ոչխարի ծիծը ծծում, յեթիմ ոչխար, հիմա դու ես այդ տավար, Նիկոլի, ուզում էիր օգտվեիր Նիկոլից 18 թվին, իրան էիր գովերքում, հելել էր ինչ որ ասում են դաժե սրբազան, այդ հակագարեգինյան ինչ-որ պրոցեսների մեջ մտել, աչք ընկնելու համար երևելի, որ Նիկոլ ուշադրություն դարձրու ինձ, տես ինչպես եմ գոռում, տես ինչպես եմ ճչում, գործ տվեք ինձ, պաշտոն տվեք, այս չմոլակոտը հիմա ամեն մարդ իր արջինով է, էլի չափում, կցել բռնելա, որ ինքը թուլա է, որ ինքը տանձի պոչա և լիքը է մնացած բարերը ինքը ինչ ասել է, չեմ ուզում սաղ կրկնեմ, ինքը մտածել է, որ կարա ինձ, ասի ու ես կուլ տամ, ես կարամ ընդամենը ուշացնեմ քո պատիժը, բայց քո պատիժը անխուսափելի է, ես քեզ պատժելու եմ, նակազատ եմ անելու, եթե ես քեզ չչոքեցնեմ, կարող է դու հիմա ներողություն խնդրես, բան չունեմ ասել, եթե սա քակ կերած շան նման ներողություն խնդրես, ես դադարեցնում եմ, այս ինչ որ ասել եմ, բայց եթե սա ներողություն չի խնդրել, առաջի հերթին, խնդրում եմ սրա հասցեն ինձ անձնական գրեք, ես պետքա սրան հետապնդեմ և ինչ պետքա իրան անեմ, վերջում էլ ուղիղ եթերով ինքը պետքա երգի, պետքա կռացած երգի։ Երկրորդ հերթին, խնդրում եմ հարգելի ընկերներ, ես չհասկացա, աշխարհի բոլոր քաղաքներից, համայնքներից ու Հայաստանի բոլոր համայնքներից ու մարզերից լիքը տղերք ասում են Գևորգ թիկունքիդ կանգնացեք կողք տենք։ Հասկացանք տղերք ջան, բառերը պետքա գործի թե չէ, եթե դուք իմ կողքին եք, ես ձեզ չեմ ասում սրան, բերեք հոշոտ եք սրան, ինչ որ պատժիչ, դուք ընդամենը սրան պահում եք, ես գալիս եմ իմ ասելիքս ասեմ։ Ես իմ ասելիքը պետքա սրան ասեմ, սիրտս հովանա, որովհետև էսի շփոթել է ինձ ուրիշների հետ, սրան ով է խափել, որ մի տավարն է խափել, ես դա չգիտեմ։ Ուրեմն իմ ենթադրությամբ Ղարաբաղցի որևէ քյալ տավար, Ղարաբաղցի, հավանաբար մեծ հավանականությամբ, այս քյալ տավարին, այս մանուվել կոչված քյալ տավարին, խափել է, թե Գևորգը ասել է 28 միլիոն պետությունը ինձ փող է տվել։ Ով իմ փայում ասել է պետությունը բոլոր արցախցիներին 28 միլիոն փող է տվել, տալիս կամ, թող ինչ պետքա իմ երեսին ասեն, ինչպես ինքն է ասել, արցախցիները թքեն քո երեսին, եթե, ոչ թե եթե, ինքը վստահորեն ես խափել եմ, հիմա դու խափել ես, այ մնացածը գիտես ինչի ջուտ,
Հիմա դու պատրաստ ես արցախցիները թքեն քո երեսին, այ Մանուել Շանթուլա։ Այդ բարերիդ համար դու պատասխան տալու ես, անկասկած, ուղղակի ես գիտեմ երկու բան, կամ քեզ նենց հնարել ես որ գնամ քո հանդեպ այնպիսի քայլերի, որ ինձ քաշտան դատարան եւ այս քաղաքական process-ներում չխառնվեմ, սա քո քաղաքական պապաններն են հավանաբար քեզ ասել։ Երկրորդը Ղարաբաղցի թունավոր տավար էշեր կան, էշեր, սրանից բետար էշեր։ Ղազղազ Գևորգը ասել է 28 միլիոն արցախցիներին փող ատա։ Այդ տավարն է, Գևորգն ասել է ինձ ա տվել 28 միլիոն։ Գիտեք խի։ Ես ձեր կարթած շկոլը կրակ տամ է պապս ասում էր, այդ տավար, այ էշ ով որ զանգել է այս Մանուելին։ Այ էշի մեկը, ա դթում, բազմապատկման աղուսակը անցել ես դու։ Դու 7-ի բազմապատկման աղուսակը անցել ես, այ ես զի գլուխ։ Եթե 7 անգամ 4 ես անում, չես տանում 28։ Այդ տավար իմ ընտանիքի անդամները 7 շունչ են։ Մեկ շնչին 4 միլիոն պետությունը փող ա տալիս։ 7 անգամ 4 28։ Այս տավար Մանուելի համար մի հատ հատուկ։ Բայց տավար Մանուելին զանգող տավար Ղարաբաղցին, այս թեման շատ արծարծվել։ Ինձ զանգել են Գևորգ 28 միլիոն փող ա տալիս յանի պետությունը։ Բացատրել եմ ասել, այ տղա, այ ախպեր, ինձ ասել է, ես ասել եմ ինձ ա տվել։ Ինձ, իմ ընտանիքին 28 միլիոն տվել է, որովհետև ընտանիքիս անդամների քանակը 7 է։ Վերջերս քանի ամիս առաջ փոփոխված ծրագրի հետևանքով Երևանի մերձակա բնակավայրերը մեկ շնչին տալիս է պետությունը 4 միլիոն դրամ, Երևանում տալիս է 3 միլիոն դրամ։ Հեռավոր ծայրամասային գյուղերում բնակավայրերում տալիս է 5 միլիոն դրամ մեկ շնչին։ Եթե իմ ընտանիքի անդամը 7 է, ես ինչ որ սահմանամերձ գյուղում վերաբնակվեի 28 չէր տալու էր 35։ Հասկացաք, 35 միլիոն, բայց քանի որ ես Երևանի հարակից բնակավայրում եմ ձեռք բերել տունը, ինձ 28 միլիոն է փոխանցել։ Ես առել եմ 27 միլիոնով տուն, 1 միլիոն դրամն է պետությունը փոխանցելու այսքանի օրը, process-ի մեջ տունը արդեն առել եմ։ Տունը արդեն Գևորգ Արստամյանի անունով է, Երևանին հարակից։ Այս սապլակ շանլակոտը մտել է ինձ այսպիսի բառեր, ինչ ես եմ հիմա իր հանդեպ օգտագործում, սկսել ինձ այս բառեր ասելը։ Այ դեղատան են դեմի ապակու դեմը շարած առաջնահերթ ապրանքներից։ Այս սիլիկոնվի ոչնչություն։ Արա, եթե քեզ փող են տալիս համբալ լակոտ, խրախուսում որ խոսաս, ինձ ոչ մեկ իրավունք չի վերապայի փոխտա որ ես խոսամ։ Այ համբալ, դու շփոթել ես հավանաբար, քանի որ մրցում ա գնում քաղաքական ուժերի միջև, ընդդիմություն իշխանություն կամ Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, քեզ տուֆտա քյալամը լցրել են, քո տուֆտա քյալամը, որ Գևորգը Նիկոլի մարդն է, եւ որոշել ես քո մոմենտով Գևորգին կպնելով Նիկոլին եմ կպնում կամ ԿՊ-ին եմ կպնում։ Այ համբալ, էլի են քեզ խափել, դու այնքան տուֆտայ ու այնքան համբալ գյադա ես, որ քեզ խափում են, քեզ կողխեցնում են, քեզ գցում են ու գլխիդ ինչ պետքնա անում են, դու օգտագործվող տեսակ ես, դու էսի մի անգամ աչքովս անգել, ասում մենք պետք է անգնենք Պուտինի ոտերը պաչենք, Պուտինը չգիտեմ սենց էլի դե արա հասկացանք Լուկաշենկոյի հələ տրուսիկն էլ վեկալ կեր, խաշ սարքի կեր, Պուտինի շրջապատի լակոտ, լուկուտ, մարգարիտա, նրանց հետ կարած դուք եղունգները կամ ոտերը ուտեք, չգիտեմ ինչ ուզում եք արեք, այ համբալներ, ձեր ստրուկ հոգեբանությունը չփորձեք արա իմ հետ գոնկա մտնեք այդ տավարն է, ես ձեր կատեգորի մարդ չեմ։ Նախ առաջինը, երկրորդը ժողովուրդ ջան, բերեք ճիշտը խոսանք, իմ հանրային գործունեության մեջ այս լակոտի քաղաքական պապաններին, այս լակոտի քաղաքական նախկին պապաններին, այս լակոտի ապագա քաղաքական պապաններին, որովհետև եթե սա մի անգամ տրվել է, սա տրվելու է միշտ։ Սրա նման քաղաքական պոռնիկները շահ են փնտրում, անձնական շահ։ Հասե այս սրան նմանները ցավոք սրտի շատ են, դրա համար գիտեք ինչ կա, կռիվ ա գնում, անկախություն, անկախ Հայաստան եւ Պուտինի ոտերը պիտի ընկնենք պաչենք, սրա բառերն եմ ասում, դե երկար ա խոսացել ինչ որ ընդ, էտա Պուտինի ոտերը ընկնող պաչողը եկել է իմ հետ, տես ինչեր ա խոսում, լսենք սրան, տեսեք ես Էդ էի ասում ժողովուրդ խոսքս կիսատ մնաց, դուք տեսած եք ես որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնեմ, բարոյական ինչ-որ գնահատական տամ մարդու քաղաքական գործունեությանը, տալիս եմ քաղաքական գնահատական, տալիս եմ հանրային հասարակական կարծիքս իմ, էսի ով է թուլեն, էսի ով է տանձի պոչը, ու մնացած են բառերը ինչ օգտագործել է իմ հանդեպ։
Էս հա ենթադրենք ես իրան sense պատասխանեցի, էս ինքը պիտի հիմա ուրախանա, ասի այս ինչ լավ է, Գևորգ sense պատասխանեց։ Առաջի երթին ինքնասիրություն ու սրբություն կորցրած մարդիկ են ուրիշների ինքնասիրությանը սրբություններին կպտում, որովհետև իրանց համար մեկ է իրանց սրբությունը, որ իրանց հակադարձ են ինքը ված չի զգա։ Հասկանում եք ինքը արդեն այնքան օգտագործվել է, այնքան իրան այդ նույն բառերը օգտագործել են իր հանդեպ։ Իր համար սովորական է, էլի դե հիմա այսօր էլ թող Գևորգը ինձ տենց բառեր ասի, ի՞նչ տարբերություն։ Մեկը մի տարի առաջ sense ասեցին, 2 տարի առաջ sense ասեցին, անընդհատ սրան կողել են ցեխը հանել, անընդհատ սրա երեսին թքել են, ու դրա համար այդ բառերը իր աչքի առաջն է գալիս։ Ես էլ սրան նայելուց խոսքի աչքից դեմը որ անցնում էր։ Ասում է համարը տվեք, բայց տուֆտա, TikTok-ում live-ում վարում 4 ժամ է, 4 ժամ ու կես։ Երեք էլ 17000 մարդ է տեսել իմ TikTok-յան live-ը։ Էս էլ է գալիս է, երեք չեմ տեսել, բայց հիմնականում գալիս է ասես մտնում live-ը ստենում, նորից թռնում, live-ը նայում թռնում, կամ էլ live-ից դուրս է գալիս, հետևից է նայում, էլ իբր քո live-ում չկամ, կարող է իր համար իբր թե պատիվ չի, էլի, բա ես Քոչարյանի 10-ով շիկնեմ, ոնց դառնամ Գևորգի օրինակ հետևորդը, բայց ես քեզ ասեմ, էլի, դեռ փաշ չի։ Եվ չկա ոչ մի հստակություն, որ ապագայում ես չեմ ունենա ավելի մեծ քաղաքական գործունեություն, եւ դու չես գալու մեկ էլ ասես Գևորգ, ընդ օգտագործվել եմ, ստե օգտագործել եմ, մի քիչ էլ դու օգտագործի, նստենք քշենք քեզ։ Լսար, բայց ես քանի որ բարոյականության կողմնակից եմ, քո նման անբարոյականները ես չեմ կարա ընդհանրապես մի սենյակում հավաքվեմ եւ այդ նույն թթվածինը շնչեմ քո հետ։ Տխմար գյադա, լսենք սրան, էլի։ Հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, լսեք մի հատ, լսեք որ սրանց պես ես ասել եմ սրանց Նայ, սիրելի արցախցիներ կամ ես այս բառեր չեմ օգտագործում, ես հարգելի եմ ասում, որովհետև այդ սիրելի բառը կեղծավորություն, ասա էլա, գիտի որ արցախցիների մեջ կա չարություն, ջղայնություն, դե ախր մարդիկ բնավեր հենց հոգևորս է, էլի, ասես գիտի չէ հիմա արցախցիների մի մասն էլ լսելու ասի, տեսեք Մանուելա, չգիտեմ հաստատ սրա անու, հա տեսեք ինքը ասում է սիրելի արցախցիներ, բայց Գևորգը տես բառեր չասում, Գևորգը ուղիղ ինչ կա այդ է խոսում, թեմայից է խոսում, բուն թեմայից։ Հիմա այս տվարը որ ձեզ խափել է, իմ հանդեպ տրամադրել, օրինակ մի լիքը արցախցիներ կարա լսել են սրա խոսքը, եթե չեն լսել հիմա են լսելու, տրամադրվելու են, չէ՞ սրա խոսքից հետո։ Ասելու են Գևորգը սուտ է ասել, որովհետև լիքը արցախցիներ հլտուն չեն ստացել, լիքը արցախցիներ անձնագիր չեն ստացել, որ տան հոգս քաշեն եւ չգիտեն որ իսկապես գործում է 1 շնչին 4 միլիոն օրենքը, իսկ ես այդ օրենքից օգտվել եմ։ Լսենք։ մոլախոտերին քաղաքական դաշտում Ինձ ասում սա։ Ոչինչ ասնելու եմ քաղաքական իմաստով սարքել եմ մի հատ տրապկա, փալաս։ Տրապկան ինքն է։ Ոչ մի բան։ Ոչ մի բան էլ է։ Սրանք ամենակեղտոտ բաներն են, մետաստազներն են, ես չգիտեմ սրանք ժողովուրդ ջան, սրանք շատ Դες Լևոն Քոչարյանն է չփրկելու։ Սրանք մանիպուլացնող, ժողովրդին խափող, ժողովրդին պարակտող, բաժանող վիժվածքներն են։ Լսեք մնացած պատասխանը հետո կտամ։ 28 միլիոն փող է իսկալիս պետությունը։ Ես ասեմ դժգոհեմ, ես գոհեմ, դու ցախողը գոհա։ Ոնոմա մարդիկ հասկանան, որ Երևանը ձեր համար չի, Երևանը հարուստի համար է, Երևանցու համար է, տուրիստի համար է, ով որ ունի հնարավորություն, բիզնեսմեն Ղարաբաղցու համար է, Թալանչի Ղարաբաղցու համար է Երևանը, փող ունի առնվա։ Դու չունես իմ նման հաշտվի համերաշխի գնա մեկ այլ գյուղում, մեկ այլ քաղաքում։ Ֆի աշտարակում չես կարա տուն առնես էջ միացել, կարում ես առնես այդ աջակցության։ Գյումրեցին կնախանձել այս աջակցությանը։ Համաձայն եմ։ Դե թող հասկանա որ Նայք, այս խոսքին էլ ակապել գյումրեցին կնախանձվել Ինքան դթում է, ես էլ հələ ասում եմ պատգամավորի բան է դրել, որ իրան էլ ընտրեն, էլի, այդ ընտրությունները մանդատ ուզում վերցնի, եթե ընտրեն։ Եթե սրա նման վհուկին ընտրեք, դուք պատկերացնում եք ձեր կարգավիճակը ընդհանրապես, մեր պետության կարգավիճակը, մի պետության խորհրդարանում նստող մի հատ շանթուլա, որ Պուտինի ասում է ոտերը պետք է հանգնեք, պաշտպչենք։ Այս տավարը չի հասկացել, որ ոչ թե ես մեր դրությունն եմ համեմատում ու ասում նախանձելի է։ Նախանձելի բառը կնախանձել ճակերտներում եմ դրել, որ մարդիկ հասկանան, որ նախանձելու բան չկա, բայց ծրագրի մասով, որ ԿՊ-ն ծրագիր է կազմել արցախցիների, տուն կորցրած արցախցիները այդ ծրագրից օգտվեն, գյումրեցիները կնախանձեին այդ ծրագրին, այսինքն գյումրեցին կուզեր ԿՊ-ի նման իշխանություն ըլներ 88 թվի բանից հետո, երկրաշարժից հետո 90-ական թվականներին եւ իրանց տան ծրագրերը այսպիսի ձևով լուծեին, հասկանում եք, սա բութ մարդկանց ես չեմ կարա բառ մտցնեմ ուղեղը, բայց քանի որ իմ լսարանը մեծամասամբ եւ գիտակից եւ խելացի եւ հասկացող մարդիկ են, ես կարիք չէի
գտնում կարիք չի համարում, մանրամասն ասեի, որ ընկերներ ջան, ես ծրագրի մասին, չնայած տենց էլ ասում եմ, էլի, բայց ինքը չի հասկացել, քյալ գյադ է։ Ես ասում եմ, որ ծրագրին կնախանձեր, ոչ թե կնախանձեր Ղարաբաղցիների օրը ընկնի Գյումրեցին։ Խի Ղարաբաղցին նախանձում է Գյումրեցիների օրը ընկնի։ Խի որ մի հայը, որ մի մարդը կնախանձի ինչ որ մեկի աղետի հետևանքով, դա կլինի բնական, կլինի արհեստական, ինչ որ աղետում գտնված ժողովրդի վիճակին լինի, կամ այդ ժողովրդի կարգավիճակում ապրի։ Ոչ մեկ չի երազի։ Սա հատուկ, այս քյալը ոնց կարա պատգամավոր լինի։ Դուք հասկանում եք ընկերներ դա, էսի ուզում եմ մտնի խորհրդարան, այս քյալ լակոտը, որ ծրագրի մասին է իմ խոսքը, որ Գյումրեցին կնախանձեր Ղարաբաղցիների այդ ծրագրին, որովհետև մեծ գումար է։ Ու եւ իսկապես 7 շնչին 28 միլիոն դրամը ես իրացրել եմ եվրո ռեմոնտ արած 76 քառակուսի մետրանոց։ Լրիվ ամեն ինչը full Երևանն հարակից տեղեր։ Ափսոս է չմիացին չեմ առել սրա վերևի հարկում, եթե շենքում ապրում, որ ամեն օր բալկոնից ելնեմ թքեմ ու թուքը կամին բերի լսնի սրան երեսին, ասի աշկի սանձերև է գալիս։ Որտեվ սա վրեն մենակ թքել չէ, պետք է սրա վրեն ուրիշ բաներ էլ պետք է անես, որտեվ սուսլիկ լակոտ, այ ոչիլ։ Այդ տախմար։ Դու հիմա դեպուտատի տեխնացու ես քեզ դրած բացատրում եմ, որ ծրագրին կնախանձեր ու ճակերտներում նախանձ բառը, որովհետև սա նախանձելու թեմա չի։ Այսինքն ես համարում եմ, որ այս ծրագիրը լավ է, այս տուֆտինն է։ Սիներ ավելի տարապանքների մեջ են անցել այդքան տարիներ, վագոնչիկների մեջ են ապրել։ Ես միանգամից տալիս եմ փողացական ասում չէ չի ելիքում, ես Երևան եմ ուզում, ասում ես Երևան, ասում դու ես քաղաքում եմ ապրել։ Ասում ախպեր, Երևանը չի Հայաստանի միակ քաղաքն է քաղաք։ Խի Գյումրի քաղաք չի, Իջևանը քաղաք չի։ Լիքը քաղաքներ կա, քաղաքում ես սովոր, ցավոտ տանում գնա քաղաք։ Ասում ուսանող է, որ երեխաս ուսանող դառնա։ Դες ինչ հերանեկարային։ Չէր մտածում այդ մարդը, որ դուրս գա հրապարակ 2 ժամ կանին Սամվել Բաբայանի մոտ։ Բայց մտածում եմ 20 տարի հետո իր երեխան որ գնա օրինակ բանը 18 տարի հետո երեխան գնա ուսանող, բա ոնց վարձով պետք է ապրի Երևան։ Դրամը եթե չեք ուզում վարձով մոտակա քաղաքները մենապետությունը on-line է այդ ծրագիրը եւ 3-ի փոխարեն 4 միլիոն սարքել շուտ չի կարող մոտակա քաղաքները որտեղ տրանսպորտը ուժ է գործում գնան գան դրանց չապրեն այսպեսի մեծ հատեպ այսպեսի մեծ աջակցություն չի եղել ոչ մի տուժված բռնի տեղանված հայ համար բռնի տեղանված հայեր միշտ են ունեցել արևմտյան Հայաստանից են ունեցել կամ տուժված աղետից տուժված բաքրից Սումգայիթից եղել են չէ թող այդ մարդիկ պատմեն թե ինչպեսի օրեր են անցել ու թող այսօրվա բռնի տեղանվածը լսի դա Տենա Քոչյանի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ավելի շատ էին օգնում Փաշինյանից ոչ այսինքն ճիշտ խոսում ես ասում դուրեմ Փաշինյանն ես պաշտպանում եթե տեսեք մտածում տես մտածի բայց ճշմարիտ Այս շարունակությունը ինքս սկսում է ինձ այտենց հայհոյել է, վիրավորել է, վիրավորական բառեր օգտագործել է, այսպես անջատում է, ինքը իմանա որ ինքը անջատված է ժամանակավոր իմ կողմից, հարմար առիթ, եթե իմ ընկերների մեջ սրան անձնապես ճանաչում են, հարևանում, գիտեմ որտեղ է ապրում, ինձ իմ հետ կապվեք տեղը ասեք, ես չեմ վստահում իր ապահամակարգին, ես իմ պատիժը կտամ, հետո իր ապահամակարգի դեմը կգնամ ես էլ իմ պատիժը ստանամ, օրենքի սահմաններում, քանի որ ինձ ոչ իշխանությունն է պաշտպանում, ոչ մի օլիգարխ, ոչ մի ինձ պաշտպանություն չունեմ, ժողովուրդ ջան, հավատացեք, ես մենակ տղա եմ, ես մենակ եմ, ես ունեմ ինձ սիրող, հարգող, լիքը մարդիկ, բայց երբ որ ես ընկնում եմ սենց օրենքի հետ կոնֆլիկտի կամ օրենքի հետ առնչվում, ես մնում եմ մենակ, իմ դատական պրոցեսներին գալիս էր մի քանի հոգի էր եկել, մի քանի հոգի էին, օրինակ հետաքրքրված թե ինչպես կավարտվի իմ ճակատագիրը, երբ որ ինձ ուզում էին տարիներ փակեին բանտում։ Ինչի համար, որովհետև այս սրանման շանթուլան, fake է ջոբ այն ժամանակ։ Էլի սենց բառեր է ինձ իմ ընտանիքին ասել, դիմել են օրենքին, իբր ձերբակալ են, բռնել ասել են թե քրեական վարույթ չկա։ Ես դրա համար եմ ջղայնացել քննիչին վիրավորել։ Ես քննիչին ընդամենը կենթանոակերպի անուն եմ տվել։ Ես քննիչին այս սրա խոսքերը չեմ ասել։ Ես իսկ թույլ չեմ տվել երբեք ինչ որ մեկին անznավորած ասեմ։ Հունից հելել եմ, քանի որ ինքը պատասխանը գրել է, որ ձեր դիմումի մեջ քրեական վարույթ չկա։ Իրան էլ դատախազությունն է տվել։ Դատախազության պետն էլ գիտեք ով է եւ իշխանությունը ինքն է դրել դատախազության պետին, արդարադատության նախարարին, ներքին գործերի նախարարին։ Հիմա իմ մոտ հարցեր է առաջանում։ Խի ես պետք է օրինակ մեղադրեմ, ասեմ կոնկրետ ընդդիմությունն է ինձ ուզեցել պատժի։ Եթե դատախազությունից նամակը գնացել քննիչներին, որ այդ գործի մեջ քրեական վարույթ չկա, ստե մտածել ու տեղի չի տալիս, որ դատախազներ ենթարկվում է վերևներին։ Բայց այս թուլան, այս սուսլի գյադեն, այս ոչիլը, այսի գիտի ես ԿՊ-ի մեջ եմ, ԿՊ-ի մարդն եմ, այդ տղա,
Ես ԿՊ-ից դժվասն եմ, ԿՊ-նա ինձ այսօրը գցել, որ ոչ միտեղ ինձ աշխատանքի չեմ վերցնում, ոչ միտեղ մեկը չկա առաջարկություն անի, խի լրիվ այդ աստիճան ոչ տեսքով եմ բրծված քո նման։ Այդ գիտես դու ինձանից առավել ես Ռոբերտ Քոչարյանը վերցրել է քեզ։ Ուզում ես հենց հիմա ուղղակի ես եթերից հետո դժվար դաստացվի։ Եթե ես վաղտի Ռոբերտ Քոչարյանին նամակ ուղարկեի կամ մոտիկանայի գրասենյակին, ասեմ ուզում եմ ես ցես միանամ, վարկյանների ընթացքում կվերցնեին։ Գիտեք խի, որտեվ յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ կապ չունի ինքը ինչ հանցագործություններ ունի նախկինում, ինչով ազբաղում, ինչ բոլորը կուզեն մաքուր մարդ լինի շրջապատում։ Այդ տավար, քեզ որպես մաքուր մարդ չեն վերցրել։ Քեզ որպես լավ օգտագործվող դեղատան են առաջի շարքում շարված տուփերի մեջի եղածի տեղ են քեզ վերցրել։ Դու տես օգտագործվող գյադա ես, այ Պուտինի նասկինները պաչպչող շանթուլա։ Ես ճշտով ապրող տղա եմ, ես ճշտով ապրող բլոգեր եմ։ Իմ գործունեությունը հանրային քաղաքական, երևույթներին քննադատել, խիստ քննադատել իշխանություններին, խիստ քննադատել ընդդիմությանը, խիստ, բայց երբեք չանցնել սահմանը, երբեք չանցնել հայհոյանքների, չանցնել վիրավորանքների, երբեք ատելության խոսք չտարածել։ Այս չմոյի մեկը չկա վարատնիկից քաշի չանատակին տասիայի համբալ։ Գևորգի գործունեությունը տղայավարի գործունեությունա, դու ինքը տղայա, կարքին տղայա, ինքը իր գործունեության մեջ բորնակություն չի անում քո պես։ Իսկ ես Գևորգի ոտերի տակը ընկել։ Այդ տորոր եմ քեզ։ Համբալ լակոտ, եթե դու մի անձի վիրավորում ես հայերեն, մեսրոպատար հայերենով, դու իմացի, որ այդ մարդուն հարազատներ ունի, այդ չմոշնիկ լակոտ։ Ես մենակ այսքան սրան տեղը դրեցի։ Գիտեք, մի բան եմ վատ զգում, չնայած սրան նմանները երևի սրբություն, ինքնասիրություն չունեն։ Ես չի ուզում եթերի իր ծնողը նայր, եթե ունի, մայր հայր ունի։ Ես չի ուզում իր մերը տենա, որ ես իր որդուն այսպիսի տեղն եմ դնում։ Բայց այս տավարը չի մտածել, որ ես ծնողներ ունեմ։ Այդ տավար, այ էշ։ Ես երկու ծնող ունեմ, հայր մայր, 3 երեխա ունեմ, կին ունեմ։ Մենք ընդհանուր 7 շունչ ենք, 7 շունչ անգամ 4 միլիոն, 28 միլիոնա, ես 27 միլիոնով տուն եմ ցերկ բերել, 1 միլիոնն էլ պետությունը փոխանցելու է, ես այդ տան համար ապրանքներ առնեմ։ Հիմա տավար լակուտ, ես վստահ եմ, որ վստահ գիտես ոնց է փաշ չունեմ, բայց խորը համոզմունք ունեմ, որ Ղարաբաղցի սրան նման կտացրած մի հատ տոպոյա աշխարհի Հայաստանի բոլոր քաղաք գյուղերից ամենակալ մարդուն կթի, եթե Ղարաբաղցի քալին բերես դրա մոտ, աբգոնա անելու։ Ղարաբաղցի քալը ուրիշ քալա։ Տավար քալա, էս էլ տավարը, բայց գիտես ինչպիսի լուրջ ձենով կլինեմ պատմած։ Մանուել բրատ, գիտում ես ինչ կա, ախպեր։ Ամեն բալամ կա է Գևորգ։ Սկացած կնիս, էս դե ձենը սենսա, չէ։ Բա բրատ, ասում եմ Ղարաբաղցուս պետությունը 28 միլիոն ատամ է, խափում է, բրատ, դիպեն չկա։ Ոնց դες բան ասել 28 միլիոն։ Խատես բան ասել, բայց տեսանիթը ուղարկի տենանք։ Ասա բրատ, ուղարկիմ, արամ ինտրան տղը դիրը, դա շատ է լեհենդի զյուրուսնի անում։ Հիմա իրականում ինչ է ստացվում։ Այս լեհենդի զյուրուսնի ասողը, այս տավարը, այս եթերը նայելու է, զանգի ասի, Մանուել, բրատ, գիտացալ չեմ, ցավը տանեմ, ախպեր կներիս, բրատ, իրանք օխտը հոգի ընտանը ապրում, գիտայից չմլել։ Դա գիտեք ինչ է ստացվում։ Мне все равно։ Ինձ թքած, թե Մանուելին է խափել, թե Մանուելն է սրան խափել։ Երկուսն էլ ինձ համար, կարոջի կոշիկից տակից ցեխն էլ չարժեն, որտեվ այդ կոշիկի ցեխը գոնե հայոց հողի ցեխ է։ Արա դու հայի հետ ինչ կապ ունես։ Դու հայկականության հետ ինչ կապ ունես։ Այ տավար, գոնե երբ որ քեզանից դուրս ես գալիս եւ դուրս ես տալիս, այ էշ, մի ասա, կռված տղա եմ, Ղարաբաղ գնացել եմ կռիվ։ Մի արժե զրկի այդ գործով, որտեվ Ղարաբաղ գնացող կռվող տղերքը իրանց բարձր տեղը պահում են, իրանք չեն իշնում, այսինքն չեն բլթցնում, ու երբ որ պետքա պատասխան տան իրանց բլթցրածի համար, ասեն դե մենք կռված տղա ենք, այսինքն եթե դու կռված տղա ես, քո վրա օրենքը չի տարածվում, քո համար չկա պատասխանատվության ենթարկվելու, այսինքն դու քո խոսքին չպիտի հետևողական լինես, հասկացանք, կռվող տղերքին մի գլուխ բարձր եմ ես դասում, ես կռվող տղերքի հանդեպ հարգանքով եմ, ու ես իրանց հետ չեմ մտնում ընդհանրապես այս թեմայի մեջ, բայց ես քաղաքական գործունեություն եմ ծավալում։ Այ ախմախ, եթե դու իմ քաղաքական գործունեությանը ինչ որ պրետենզիա ունես, բարի քաղաքավարի ձևով ձևակերպի, արա քամակը ցակ կողացել լինի, ոնց որ փշոտ բույս կա, այդ ցակ ենք ասում մենք։ Ձեր դաշտերում էլ կլինի։ Ոնց որ քամակը ցակ կամ կծու բիբար մցրած են, գոռումա, ճչումա, նե ձենն էլ
Չես ջոկում, էսի բանը գզողլանա, ինչա սրան նմանները ես ընդհանրապես ես զարմանում եմ։ Հիմա Լևոն Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, դուք որ մարդ եք ուղարկել ինձ եկել են տեսել։ Կարքին տեղերք են եղել, էլ սրան նման չեն եղել։ Ինչ են պատմել, հետո չեն եկել, խաբարը չեն հասցրել, որ Լևոն ջան, դե Գևորգը իր դիրքորոշում ունի, ասма ես հետաքրքրություն չունեմ ոչ մեկի մեջ, ոչ մի ուժի մեջ, ոչ մեկի հետ ինչ որ քաղաքական գործունեություն ցավալեմ, ես իմ մեկնաբանությունն եմ տալիս, ինչ տեսնում եմ։ Այդքանից հետո Լևոն Քոչարյան, պարոն Ռոբերտ Քոչարյան, եթե դուք ինձ հերակը արդեն գիտեք, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, նախկին նախագահ, ներկա նախագահ, ապագայի նախագահ Գևորգ Արստամյանի տեսանյութերը գոնե մի քանի հատ տեսած կլինի, որովհետև տեսանյութեր կար, որ ոչ թե 10-ն եմ խփել, այլ մեխել եմ, ասինքն մի ամբողջ կարծրատիպ ջարդ ու փշուր եմ արել։ Մի ամբողջ սուտ, մի ամբողջ կեղծիկ ես փլուզել եմ։ Ու սա ցնցել է ամբողջ համացանցի զրույցը։ Լիքը մարդիկ խենթացել են, ասել են, «Արա, неужели մուք 30 տարի սենց եք իմացել»։ Այստեղ են բացահայտեց, որ սխալ ենք մենք ապրել։ Հիմա այս տավարի քաղաքական պապանները խիչ են ասել, այ Մանուել, այ տուֆտա։ Կար ասելի Գևորգին կպնես, անդրադարձի բան, իրան քաշի գցի թակարդը, գլխին գործբան կարանք սարքենք, գցենք դատարան բան, սրան վախեցնենք, նստացնենք բան, որ քաղաքական կյանքում իր մաքուր գործունեությունը չծավալվի։ Ոչ մի ուժի ձեռ չի տալիս այժմյա Հայաստանում, ոչ մի քաղաքական ուժի ձեռ չի տալիս իմ նման ճիշտ խոսող ազնիվ գործունեություն ծավալող մարդուն։ Ձեռ չի տալիս։ Ազնիվ մարդը էդի հաշվեք հայելի է։ Ես իմ հայելով իրանց ցույց եմ տալիս իրանց դեմքը։ Դնում եմ սենց ինքը իրան տենում է արդեն всё, մարդին ինքը իրան չի կարա խափի։ Հա կարաս դու մի ամբողջ ժողովրդի խափես։ Կանցնի, 50%-ի մոտ կանցնի, 50%-ի մոտ չի անցնի։ Բայց ես խանգարում եմ, չեմ թողում սրանք իրանց գործունեությունը խափեբայությամբ, մուցիլովկով։ Այս համբալին, էսի Ռոբերտ Քոչարյանի խիա ուժի մեջ մտել։ Գաղափարակից է, Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է, անցածը գիտի, ապրածը գիտի։ Մի երկու երգ ա լսել Ռոբերտ Քոչարյանի մասին, պատմել են։ Ես հիմա ինչ եմ ասում։ Քանի որ ես ասել եմ չկան ոչ մի քաղաքական ուժում, բայց ես ինձ դրթեց, որ ես այս մասով հունիսի 7-ի կապակցությամբ արտահայտվեմ եւ կոչ անեմ։ Ես նեղացած եմ Հայաստանի հայության այն հատվածից, ովքեր որ ուրացել են, մոռացել են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական տարիների արած գործողությունները։ Ես կենցաղային, էթնոթական, կոմունիկացիոն հարցերից չեմ խոսում, որ լույս ա գցել, ասֆալտակարկատել, շենք ա կառուցել, բիզնես ա բերել, արտասահմանից փող ներդրում։ Էդի բոլորներ իրանց փայում արել են։ Բայց եթե Երևանի հրապարակում գնդակահարվում են հայեր, եթե Երևանի կենտրոնում ազգային ժողովի ներսում գնդակահարվում է պետությունը, կառավարությունը գնդակահարվում է, ու այդ մարդու կառավարմաշրջանում եւ այդ մարդու կառավարմաշրջանում լիքը քաղաքական սպանություններ կա, ու Հայաստանցին գնում է այդ մարդուն նորից ընտրում, ես զարմանում ու նեղանում եմ։ Գալատ կանեմ թե կվիրավորեմ, այդ իրավունքը ես չունեմ ընտրողին վիրավորեմ, բայց ես այդ ընտրողների վրա զարմանում եմ։ Լավ Ղարաբաղցիները կամաց թափվում են, հերու են գնում Քոչարյանից։ Մինչև հիմա մեծամասնությունը Քոչարյանի ժամանակ Ղարաբաղ կար բան, կամաց հասկանում են, լավ կար, դա մի ամբողջ հայության ներդրում է, բայց այսօր չկա 1-2 քաղաքական գործիչների դիվանագիտական սխալների արդյունքն է, տասնամյակների դիվանագիտական սխալների, իսկ Արցախի պարտությունը տասնամյակների պատմություն ունի, այս կորուստի պատմությունը։ Ղարաբաղցին թափվում է ու հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը այն մարդը չի, ինչի ինքը երազել պատկերացրել է, հետա քաշում։ Լավ, ես սրան կարամ վիրավորեմ, մնացածին իրավունք չունեմ։ Այս չմոն, մի օր Նիկոլա կանա, մի օր Քոչարյանը կանա, վաղը հիմա չգիտեմ, որ Քոչարյանը չանցնի, ինչա կանա դառնալու այս լագոտը։ Սրա հոգսնել պետք է հոգա, կարող է ինֆարկտ ստանա, ինսուլտ ստանա, մեզ պետք չի հայը մեր հողի վրա ջարել, հայը սատկի։ Ես ուզում եմ սրա նման հայերնել, իրանց տեղը գտնեն, պետք է սրանց մենք օգտագործենք ինչ որ հարցերում։ Սա օգտագործվելիք առարկա է, սրան պետք է մենք օգտագործենք ճիշտ, բայց ոչ խորհրդարանում։ Էսի սրան ձայն եք տալիս ուղարկեք խորհրդարան։ Դուք պատկերացնում եք, այս համբալը լինի օրինակ մարդու իրավունքի հանձնաժողովի անդամ։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Սա որ ինձ իմ հանրային գործչից անձնական վիրավորանքներ է տեղում ուղում։ Սա պետք է իմ իրավունքները պաշտպանի։ Այս ինչ աբսուրդ եք վերածել քաղաքական դաշտը։
Դուք ստիպում եք ես որ մտնեմ իսկապես քաղաքական դաշտ եւ իսկապես մտնեմ խորհրդարան սկսեմ սրա նման падգամավորներին բանինել արդեն ընդդ տեղում ինչ պետք է ասել։ Ախր ես չեմ ուզում այս տարի մտնեմ 5 տարի հետո միգուցե ես Քոչարյանի երեսից Սերժ Սարգսյանի երեսից հայտ չեմ ներկայացնում ինչքան էլ ես սիրված հարգված ելնեմ Հայաստանի հայության մի մեծ զանգվածի կողմից ես Ղարաբաղցի եմ եւ Ղարաբաղ բառը լսելուց մարդիկ առաջի հերթին գալիս է աչքերին Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան հիմա եկել ես Ռոբերտ Քոչարյանի գովք ես գովում լավ ես անում գնա գրողի ծոցը երբ ուզում ես ում ուզում ես ինչքան ուզում ես գովա իմ հետ ինչ գործ ունես այ դեղատան են ապարանքներից ընկերներ ջան դուք տեսածեք ես իսկապես ինչ որ մեկին հայհոյեմ մի անգամ ասում եմ ես քննիչի ենել չեմ հայհոյել Չղայրացել եմ հունից դուրս եմ եկել ոչխար եմ ասել, բայց ես ու ինքը առնչություն ենք ունեցել։ Ինքը ինձ արհամարել է, ես այդպիսի խոսք եմ օգտագործել, որի համար դատարանում զղջում եմ, զղջացել եմ եւ զղջումս ընդունել եմ, որ չպետք է ասի։ Այս համբալը կարակ հիմա հարգելի հայրենակիցներ, տակը հեսա գրողներ այս վիդեոին չգիտեմ, ըլնելու են, ասեն Գևորգ ջան, թիկունքիդ կանգնած են։ Թիկունքից կանգնած եմ, էջ միացել եմ, խի թիկունքից կանգնած լիքը մարդ կա։ Սրան չեք կարում, օրինակ հանդիպելուց վարատնիկից քաշեք, բռնեք, զանգեք, ասեք Գևորգ, այնա մոտս, արի սրա հարցերով զբաղվենք։ Ես ոչ սպանելու եմ, ոչ էլ ծեծելու եմ, դեմքին ես որ կանգնեմ 2 րոպե աչքերին նայեմ, սա ինքնա չոքելու, սա չգիտի իմ աչքերի մեջ ինչ կա հələ, սա ինձ մոտիկից չի տեսել, սա իմ մասին լսել է, ինչ որ տոպոյ բալամներ զանգել են սրան, սենց էշ դուս տվել, այս էշն էլ հավատացել է, քյալ օղրաշ Ես ասում եմ պետությունը ինձ 28 միլիոն ա տվել, այդ տավար, ինձ, ես չեմ ասել արցախցիներին 28 ա տալիս, եթե 1 շունչ ես արա կամ 2 շունչ ես, քեզ չի կարա 28 տա, եթե 8 շունչ ես, քեզ ավելի շատ ա տալու։ Բայց պատկան Ավուսակը որ չգիտես, դու ոնց ես արա հայտ ներկայացրել падգամավոր դառնաս, այդ տավար։ Լավ ինձ մարդ եմ նստած ինձ համար օրինակ երգ եմ գրել, տենամ ին վրա ուղարկել են, երգն էլ հրապարակել եմ, երևի շատերը լսել եք, ձեր դուր ա եկել։ Իմ մոտ կա օգուտ տալու, օգտակար լինելու ցանկություն։ Իմ գործունեությունը ուզում եմ օգտակար լինի։ Մեկը ֆինանսով է հարուստ, ֆինանսա տալիս ազգին, պետությանը, խոշոր հարկատու է, բիզնեսմենը ախրը։ Ես էլ չունեմ այդ, ունեմ Գլխիս մեջ լիքը լավ բաներ, որ ուզում եմ ցրեմ հանրության մեջ, սա էլ է օգուտ։ Վերջի վերջո բառը միտքը ինքը ազդեցություն է թողնում հանրության վրա, պետության մթնոլորտի վրա ազդեցություն է թողնում։ Հիմա այս շխիա ինձ ներքաշում սենց զորույցների մեջ, որ ես հունից դուրս գամ, նույն բառերը օգտագործեմ ինքը ինչ որ ինքն է ինձ ասել։ Ինչի համար չեր կարա տեսներ զանգեր գալիս է եթերից ու եթերից TikTok-ի եթերի տակ, սենց անցնում է։ Չեր կարա ստոպ տար, Զապորոզ գցեր, բարձրանար ու ոնց որ լիքը հայրենակիցներ առաջ անգամ չեմ ասում, ես մենակ եմ խոսում ստե Facebook-ում, բայց TikTok-ում եթեր եմ բացում ու հնարավորություն տալիս, ովքեր որ դժգոհություն, հակասություն կամ հարցեր ունեն իմ ասածների շուրջ, գալիս են հարցերը տակից էլ գրում, վերևնել են բարձրանում, զրուցում, ուղիղ զրույց։ Այդ տղա, եթե դու սենց բան ես տեսել, քեզ սենց բան են զանգել ասել, մի հատ Քֆուր չեմ ուզում տամ, բայց այդ Ղարաբաղցի տավարը, աբիժնիկ տավարը, քեզ զանգելա սենց բաներ ասել, չես էլ ուզեցել բարձրանաս ճշտես։ Ճշտելուց հետո, եթե ես իսկապես խափած ելնեմ, մի հատ էլ այնտեղ հայտարարականեր։ Թեկուզ ես քեզ բլոկեի էլ, կապ չունի, դու գնում ես քո եթերը բացում, ասում ես Գևորգը այնքան ստախոս, այնքան վախկոտ եւ թույլ ազնվորություն է, չի կարացել ասածներին պատասխան տա, բլոկելա ինձ փախել։ Այն ժամանակ քո այս պահվածքը միգուցե ընդունելի կլներ։ Միգուցե Բայց դու չգնացիր դրան, գնացիր այլ կեղտոտ խաղերի։ Եթե քեզ փող են տվել, ասել են հաչաս, էդ էլ չի ապրավդանի։ Այդ տվողը քեզ չի փրկելու իմ ձեռքերից։ Այդ բարությունը շփոթում եք դուք թուլության հետ։ Եթե ես իմ հետևորդների եւ ընդհանրապես հայ հանրության հետ Կիրթ քաղաքավարի առանց ինչ որ վիրավորակների եմ խոսում, առանց կեղտոտ բառապաշարի եմ խոսում։ Դուք չիմանաք իմ մեջ չկա այն բառերը, ինչ որ դուք գիտեք։ Ես այնքան քֆուրներ գիտեմ, որ տամ կարող դուք մինչև իրար կցեք հասկանաք ինչա վերջում ստացվել, արդեն ձեր կինը օրինակ բեռնավորված ելներ մի հատ անասունի հետ, կամ ձեր քույրը, կամ ձեր մայրը, այ ոչխարներ, այ տավարներ։
Այ աննասուներ, ուրեմն ես որ քաղաքավարի խոսում եմ, իմ կոնտենտը էս ձև է, այսինքն գնահատական տալ, օրինակ եմ ես ծառայեմ, 4 տարի օրինակ եմ ծառայում եւ իմ օրինակը օգուտ տվել է մարդկանց։ Լիքը բլոգերներ, քաղաքական հանրային գործիչներ կան, հետեւել օրինակ են վերցրել իմ պահելաձևին։ Այ էշխի ես ինձ նորից ներքաշում եմ այնպիսի թեմայի մեջ, որ ես քեզ տորորեմ անցնեմ, այ սուսլիկ, այ ոչիլ։ Ընկերներ ջան, Էջմիածինցի է, թե որտեղից է, եթե դուք էլ Էջմիածինից կաք եւ սրա հաշիվները կարաք այնպես անեք, որ ինքը զանգի քակ կերած շան նման շատ կներեք խոսքիս համար, ներողություն խնդրի։ Ես ձեզանից շնորհակալ կլինեմ։ Մի տեսակ հավատս չի գալիս, ինչպես իրավական համակարգն է անգործունյա, նենց էլ լիքը ջահել տղեր, որ ճշտի ու սխալի թեմաներից խոսում են, ապեր ճիշտ է էսա, մեր քուչում էսի պետքա ճիշտ է, էսի քուչումա չէ, ինչ որ մի քուչում ապրումա չէ, բայց այդ քուչում լավ տղան հարց չունի սրան, քաշի ասա այդ տավար, մարդը չի խափել, մարդը իրոք ստացել է բնակարան 28 միլիոնի համարժեք։ Հիմա կարում ես պատասխան տաս։ Այդ ծվծվան ձենը մի հատ չեք կարում կտրցնեք, մի հատ էս բեռնին տակ լցնի տակը։ Մեկը ես դա անելու եմ վաղ թե ուշ։ Ես չեմ ուզում դա կամերեքի դեմը լինի, ես չեմ ուզում դա այնպես ստացվի, որ վերջում ինձ քաշքշեն դատարաններ։ Ես այնպես պետք է անեմ, որ արդեն ինքը իմանա սրանից հետո ոնց խոսի։ Այ թուլա, դու Գևորգին չգիտես։ Գևորգի հանդեպ եղել է կյանքում շշկրվել են, ֆիզիկական ուժիսել են հանդիպել։ Ոչինչ, կգա ժամանակը դու էլ կհասկանաս։ Իսկ թվում է այսքանից հետո այս թուլան քակ կերած շան նման կներեք ժողովուրդ խոսքիս համար կզանգի կամ կմտնի եթե ներողություն կխնդրի ես էլ բան չեմ անելու բայց եթե այս թեման շարունակվեց Լևոն Քոչարյանն էլ չի քեզ փրկելու Ռոբերտ Քոչարյանն էլ չի քեզ փրկելու հասկանում ես արա ես այդ տավար քո թայ չեմ քո խելքին չեմ դու իմ հետ ինչ գործ ունես տականք նույնիսկ ափսոսում եմ որ սրանից խոսացի բայց ես պետքա ցույց տամ ես շատը գիտեք ինչի համար եմ ցույց տվել մեր Ղարաբաղցիները սրանից հետո ովքեր որ այս սրանման թուլեկի խոսքով են ընկել ատելությամբ լցվել պետք է հասկանան որ իրանց կեղծիքով սիրելի արցախցիներ ձեր ցանվտան են բան sense բարեր են ասում զուտ ընտրազանգված զուտ բան հավաքելու համար հետևորդ ասեմ թե ինչ ասեմ լայք տնող այսինքն գիտեն դուք ինչպիսի հոգեբանության մեջ եք այսքանից հետո դուք հիմա կլսեք ինձ չեք լսի ձեր գործնա բայց ես կուզենայի որ դուք խելքի գաք դարձի գաք ովքեր որ այս մարդ սրան նմաններին հետևում եք հասկացաք մեկը ինձ լիքը adekvat եւ խելացի գաղափարակից արցախցի հետևորդներ շրջապատ ունեմ բայց դե ցավոք սրտի մի մեծ զանգված սրանման թուլեկի խոսքի թույնի ատելության տակ է մնացել այս համբալը գիտեք լավություն արել Ղարաբաղցիներին որ ասել է Գևորգին հիմա պատկերացրու իրար խափել են այս չմոյին մեկ ուրիշ Ղարաբաղցի էլ էս չմոյի խափածով առաջնորդում է գալիս է օրինակ ինձ մի հատ ուզում է վնաստա համ դնելու եմ սրան էլ սատկացնեմ համ չգիտեմ վերջի ինչ կդառնա այդ թուլավոր շան թուլա ադու մանգուստես մանգուստի նման է չէ դեմքով մանգուստի է նման թե խլուրդի է նման չգիտեմ դեմքը գրիսի դեմքը այլ մարդու դեմքն էլ է մի բան հուշում է այսքանը ժողովուրդ ջան ես իմ գործողությունների մասին հետագայում կպատմեմ թե ինչ է տեղի ունեցել սրա հետ ու սա էլ պետքա պատմի թե ինչ եմ արել իր հետ թող պատմի լավ մնացեք հաջողություն